Բարև, CVK-ի եթերում այսօր զրուցել ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, բարև Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ հնարավորության համար։ Տիկին Ղազարյան, ընդդիմադիր նախաձեռնությունը նամակ է ուղարկել ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, այդ թվում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներին, իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկությամբ, դուք ստացել եք այդ նամակը ու ինչ եք կարել, ինչ եք պատրաստվում անել։ Շնորհակալություն հարցի համար, այո, ստացել եմ նամակը եւ ինչպես սովորաբար անում եմ դեպքերի մեծամասնության դեպքում պատասխանել եմ քաղաքացու նամակին, արձագանքելով, որ լիովին ամբողջությամբ եւ անվերապահորեն աջակցում եմ կառավարության բոլոր նախաձեռնություններին եւ կարծում եմ, որ կառավարությունը շարժվում է Հայաստանի Հանրապետության շահերի սկզբունքով եւ անընդունելի եմ համարում նման նախաձեռնությունը այդքան է թերևս այս մասով ինչ վերաբերում է նախաձեռնության տրամաբանությանը կարծում եմ վատ չի որ այս նախաձեռնությունը կա համենայն դեպս ինչ որ աժիոտաժ կա ընդդիմադիր դաշտում եւ եթե զուտ կուսակցական կամ քաղաքական դիտանկյունից նայեմ իհարկե սրանից ամենաշահածը դուրս է գալու քաղաքացիական պայմանագիրը տրամաբանությունը դաշտում տիրող տրամաբանությունը այդ թվում եւ այսօրվա հայտարարությունը մեր ընդդիմադիր գործընկերների դա է հուշում որովհետեւ չեն հաջողելու իմպիչմենտը իհարկե չեն հաջողելու իմպիչմենտը այն բարձ պատճառով որովհետեւ չունեն բավարար քանակով ձայներ բայց նաեւ ես կարծում եմ որ դա քաղաքական դաշտի համար ընդհանուր առմամբ դրական կլինի որովհետեւ ի վերջո իրենք իրար հետ կապված բացահայտումներ են անում որի կարիքը քաղաքացիները ունեն եւ որ առաջին ձեռքից են լսում եւ ինչ որ հետաքրքիր նորություններ են իմանում քաղաքացիներ կարծում եմ օգտակար է շատ օգտակար է բացահայտումներն Տիկին Ղազարյան դե բացահայտումների մասին խոսած հետաքրքրեցինք ես հիմա այս կծկտուր տեղեկությունները որոնք հրապարակվում են հրապարակել կամ վերարտադրել չեմ ուզենա ամենայն դեպս իրենց նախորդ շարժումների վերաբերյալ ինչ որ դատողություններ ունեն որոնք կարծում եմ քաղաքացիների համար այդ թվում ընդդիմադիր հայացքներով քաղաքացիների համար օգտակար են իրենց ուրեմն ընտրական գործընթացների ներգրավելու վերաբերյալ հետաքրքիր բացահայտումներ կան որոնք իհարկե ամբողջությամբ համապարփակ չեմ տիրապետում բայց հրապարակային պարբերաբար հնչում է որովհետեւ այդպես բացահայտում ես արեցի երբ 2018 թվականի հեղափոխության ժամանակ դագաղների հայտնի ակցիան Աննա Մկրտչյանն ասաց որ դա Քոչարյանականներին էին կազմակերպում հանրապետականների տների առջև Այո, այդպիսի հայտարարություն եղել է եւ ոչ միայն այդպիսի հայտարարություն, այդ ընթացքում իրենց տարբեր մեղադրանքներ, որոնց թիրախներում կամ եղել ենք մենք կամ մեր կողմից են մեղադրանքներ հնչելու իրենց կողմից հերքվել են, ժամանակի ընթացքում պարզվում է, որ այդ մեղադրանքները մեր կողմից ճշմարտացի են, իսկ իրենք այն իրական հասցեատերերը միմյանց մեղադրում են ոչ միայն այն ամենում ինչը հայտնի է քաղաքացիներին, այլ նաև ավելի ու ավելի շատ նորանոր բացահայտումներ, նորանոր իրողություններ են իհայտ գալիս։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կողմնորոշման համար սա նույնպես օգտակար կլինի եւ իհարկե օգտակար կլինի քաղաքացիական պայմանագրի համար։ Վերադառնալով իմպիչմենտի գործընթացին Հայաստան Դաշինքը, Հայաստան խմբակցությունը պատասխանել է նախաձեռնության հեղինակներին երաշխիքներ է ուզել, որ կարողանան պակասող 8 ձայները, այսինքն ընդհանրապես ընդհանուր 54 քվե ապահովել, նաև համաժողովրդական ճնշում, աջակցություն, ձեր կարծիքով ժողովուրդը կաջակցի ընդդիմադիրներին իմպիչմենտի գործընթացը գլուխ բերելու համար ու այդպիսի երաշխիքներ կարող է ինչ-որ մեկը տալ Ես ճիշտ ասած չեմ ուզում մտնել ընդդիմադիր գործընկերների բանավեճի մեջ եւ իրենց երաշխիքների եւ ժողովրդի համախմբման, ապահովման դիսկուրսների շրջանակում դատողություններ կամ հուշումներ անեմ, ամեն դեպքում ես պետք է վերստին նշեմ, որ եթե չլինեին պարոն Էդգար Ղազարյանը եւ պարոն Նարեկ Մալյանը, արժեր նրանց հորինել, որպեսզի այս գործընթացը տեղի ունենար, որովհետեւ շատ կարեւոր գործ են անում Չեմ կարող չհասնել Տիկին Ղազարյան, այստեղ Հայաստան Դաշինքը ասում է, որ կասկածներ անընդունելի խմբակցության պատգամավորներին թիրախավորելը, շանտաժի լեզվով խոսելը եւ գործելավոճը կասկածների առաջացնում։ Արդյոք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե դրա տակ թաքնված է Հայաստան խմբակցության թիրախավորելու նպատակը։ Հիմա դուք էլ ասում եք, որ եթե չլինեին պարոնայք, ուրեմն կարելի է պետք է նրանց հորինել,
Ճիշտ է Հայաստան դաշինքում եզրակացությունը, որ գործընթաց ուղղված չէ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, այլ ներքաղաքական ներդիմադիր կզվրտոց է կոպիտ ասած։ Հետաքրքիր եզրակացություն է, դե իրենց դիտարկումներով դրան են հանգել, ես իմ անձնական դիտարկումներով էի դրան հանգել, տարօրինակ է, որ մենք մոտավորապես նմանատիպ եզրահանգումների ենք եկել, բայց ես ամեն դեպքում ոչ մի խնդիր չեմ տեսնում էլի։ Այս պարոն Մարյանն ասում է, այդ որ գործընթացի մեջ մտնելուց եք երաշխիքներ ունեցել, որ կհաջողվի։ Օրինակ ՀՊՇ ընդդիմադրությունը, ընտրությունների մասնակցելը երաշխիք կար, որ կհաջողեիք կրեիք։ Հիմա ինչ տրամաբանություն ունեք։ Քաղաքական դիտանկյունից եթե նայենք քաղաքական գործընթացների մեջ մտնելիս երաշխիքներ ունենալը, ինձ թվում է ամենաքիչ երաշխիքները դե մենք ենք ունեցել 18 թվականին այդ գործընթացի մեջ մտնելիս, բայց եւ այնպես ես չպիտի փաստարկեմ էլի ընդդիմադիր գործընկերների բանավեճի կողմերը միգուցե ինչ որ ինֆորմացիա են տիրապետում, միգուցե չեն տիրապետում, դա իրենց ոնց որ իրենց միջև բարձելիք խնդիր է։ Ես կարող եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության եւ իմ անունից երաշխիքներ տալ, որ գործընթացը ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Տիկին Ղազյան անցնենք ավելի լայն պատկերին, Ռուսաստանի Դաշնությունում Ռուսաստանի նախագահի աշխատակազմը որոշել է ակտիվացնել իր աշխատանքը Հայաստանում տեղեկատվական օրակարգի հետ կապված եւ նոր պաշտոնյայի նշանակել, որը պատասխանատու լինելու Հայաստանում փափուկ ուժի գործադրման ջանքերում, նաև ընտրություններում ինչ-որ ներգրավվածության մասին է խոսք գնում, չնայած աղբյուրի փոխանցմամբ Ռուսաստանում վստահ են, որ քաղաքացիական պայմանագիրը 2026-ին ընտրվելու է, բայց իրենք նաև ցանկանում են մասնակցություն ունենալ ու ապահովել ինչ-որ ուժի հայտնվելը խորհրդանում, որպեսզի ունենան գործիքներ այստեղ եւ դիտարկում են այդպիսի ուժեր միայն նախկին իշխանության ներկայացուցիչների Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Տիկին Ղազյան, արդյոք այս գործընթացները, որ տեղի ունենում Հայաստանի ներսում, կապված են արդեն Ռուսաստանում այս նորությամբ, որ Ռուսաստանը գուցե սկսել է արդեն այդ փափուկ ուժի գործադրումը կամ ոչ այնքան փափուկ։ Այդ վերջին դիտարկումը հետաքրքիր է, ճիշտ ասած, ես էլի կդժվարանամ Ռուսաստանի դիտանկյունից նայել գործընթացներին, չգիտեմ, օրինակ, ինչու պետք է հայտարարել փափուկ ուժի մասին, ոնց որ դրա հիմնական իմաստը չհայտարարված լինելն է, գործունեության ձևը այդպիսին է, եւ մյուս կողմից էլ ինձ արժանահավատ չի թվում, որ Ռուսաստանի պես գերհզոր պետությունը պետք է իր համար Հայաստանում ներկայացուցիչներ ընտրի, Հայաստանի ժողովրդի համար ամենաատելի մարդկանց ինքը կարող էր չեզոք սիրված կամ դրական կերպարներ ընտրել, որովհետև այդ մարդկանց նկատմամբ ատելությունը ինքնըստինքյան տարածում են պետության վրա, այն պետության վրա, որը կաջակցի նրանց, եւ ես հետեւաբար տրամաբանական չեմ համարում եւ թույլ տվեք վերապահում ունենալ այս տեղեկատվության արժանահավատության նկատմամբ, ես ընդհանրապես ոչ մի տրամաբանություն չեմ գտնում, թե ինչու պետք է այդպիսի գերհզոր տերությունը այդպիսի, այսպես ասած, խաղերի մեջ մտնի կոնկրետ այդ դերակատարների հետ մանավանդ։ Հա, բայց մենք տեսնում ենք, որ բազմիցս Ռուսաստանը այդ մեթոդներով է կորցրել եւ Հայաստանում այդ մարդկանց վրա է, հա, կոպիտ ասած այդ ստավկան դրել։ Հիմա ինչու չեք հավատում, որ դա հնարավոր է, արդյոք գուցե գերակնահատում եք Ռուսաստանին։ Ես այդպես չեմ կարծում, որ Ռուսաստանը այդ մարդկանց վրա խաղադրույք է կատարել, դիտելով ուղղակի ոչ մի տեղեկություն չունեմ, իմ տպավորությամբ ընդհակառակը այդ մարդիկ Հայաստանի ներսում Ռուսաստանի սրտի համար մրցավազք են սկսել, թե ով ավելի լավ կպաշտպանի Հայաստանի ներսում Ռուսաստանի շահերը եւ երբեմն ինձ թվում է չափն այնքան են ասնում, որ նույնիսկ Ռուսաստանին կարող է տհաճ լինել դա, հետեւաբար ինձ թվում է այդ ուղղակի այդ կաստինգի մասն է, որը փորձում են այդ կաստինգով անցնել եւ դառնալ այդ նախընտրելի սրտի թեկնածուները եւ իմ տպավորությամբ այդ կաստինգը պիտի որ ողջամտության սահմաններում ի սկզբանե տապալված լինի, որովհետև այնուամենայնիվ ոչ մի պետություն չի ցանկանա այլ պետության ներսում դառնալ ատելության թիրախ, աջակցելով մարդկանց, որոնք վայելում են, այսպես ճակերտավոր ասած, քաղաքացիների ատելությունը, քաղաքացիների մեծ մասի ատելությունը։ Բայց նայելով թե ովքեր են հրավիրվում ռուսական եթերներ, ինչ թեզեր են առաջ մղում,
արդյոք կարող ենք այդպիսի եզրահանգում։ Օրինակ Անդրանիկ Թիվանյանին կանչում են ռուսական ORT-ով, Կարծեմ թե Ռոսիայով, ինչ-որ հաղորդման, սկսում են հայկական, հակաիշխանական ինչ-որ վերլուծություններ անել, սուտ տարածել, Սորոսին արևմուտքին խառնել իրար, Պրահայի մասին խոսել, Արցախը հանձնելու մասին խոսել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն, եթե դա ուղղակի քաստինգի մաս է, ապա ինչու են այդ քաստինգի մարդիկ հայտնվում ռուսական եթերներում։ Հրաշալի օրինակ բերեցիք, ես կարծում եմ այդ օրինակը թերևս հիմնավորում է այն որոշումը, որը կայացվել է եւ այո, պետք է այդ ուղղությամբ աշխատողներին փոխել, որովհետեւ սարսափելի կերպով ցախոված եւ տապալված նախագիծ եք մեջբերում եւ տրամաբանականի թե ինչ պիտի լիներ դրանից հետո այսինքն ակնհայտ է դրա արդյունքները եւ սա եւս մի փաստարկի այն բանի, ինչ ես ասում եմ, որ ինքը այդ պետությունը կարող է այդ մարդկանց նկատմամբ պատելությունը դարձնել իր նկատմամբ պատելություն, երբ սկսում է ասոցացվել այդ մարդկանց հետ։ Դասեր քաղեն պետք է։ Ենթադրում եմ, որ ինչ-որ տրամաբանական հետևություններ պիտի որ արած լինեն։ Ես ինֆորմացիայի մակարդակով ոչինչ չգիտեմ եւ մեր ու Ռուսաստանի միջև պաշտոնական հարաբերությունները համենայն դեպս այնպեսին են, որ մենք հրապարակային մակարդակով, պաշտոնական մակարդակով միմյանց գործերի, ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն ենք որդեգրել, որը երբեմն խախտում է ոչ առաջին դեմքերի մակարդակով, այլ այդպես լրագրողների, ռոպագանդիստների մակարդակով խախտվում է, որը իհարկե Հայաստանի համար շատ խնդրահարույց է, եւ ես կարծում եմ, որ դրանից նույնպես հետևություններ պետք է որ արած լինեն, որովհետեւ այն արձագանքը, որը հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը տալիս է այդ գործունեության այդ գործողություններին, մենք կարծում եմ հետևությունները անել արժի դրանից։ 26 թվականին Ռուսաստանը հենց այս աղբյուրի համաձայն ուրիշ մարդ չի գտնում ուղղակի, որ ունենա համապատասխան ռեսուրսներ եւ ձեր ասած փչացած չլինի։ Թույլ տվեք այդքան բան չանել էլի, այդ աղբյուրը որպես պաշտոնական տեղեկատվություն չընդունել պաշտոնական տեղեկատվության մակարդակում արդեն ասացի մենք ինչ տիպի հարաբերությունների մեջ ենք։ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը երիտասարդների հետ այդ քաստինգի մաս էր։ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը երիտասարդների հետ ինձ թվում է երիտասարդների հետ չէր, այլ քաստինգի շրջանակներում տեսանյութ ունենալու համար էր, ցավում եմ երիտասարդների համար, որոնք այդ քաստինգի մասը դարձան, այդուհանդերձ հույս ունեմ, որ այն արձագանքները, որոնք եղան այդ հարց ու պատասխանից հրապարակայնացումից հետո տարբեր քաղաքացիների, քաղաքական գործիչների կողմից կստիպեն երիտասարդներին եւս մեկ անգամ ստուգել են տեղեկատվության ճշգրտությունը, որը նրանք այնտեղ ստացել են։ Ռոբերտ Քոչարյանի քաստինգի ընթացքում մի քանի խնդրահարույց դիտարկումներ արեց, մասնավորապես նշեց, որ 2020 թվականի պատերազմը հայերի մեղքով էր, ըստ էության հայերը սադրեցին Ադրբեջանին եւ կարելի էր դրանից խուսափել, ինչպես կմեկնաբանի Տիկին Ղազարյան, արդյոք իրոք հնարավոր չէր այդ պատերազմից խուսափել, ու արդյոք Հայաստանը, հայկական կողմերը կամ չսադրեցին։ Ճիշտն ասած, ես կառաջարկեի ձեզ խնայել ձեր թանկագին եթերաժամանակը եւ այդ սպառված գործի, սպառված խոսույթներին չանդրադառնալ եւ այդուհանդերձ հարգելով ձեր հարցը մի փոքրիկ անդրադարձ կկատարեմ։ Պարոն Քոչարյանը այդ խոսակցության ժամանակ ասում է, որ ինքն էլ շատ կուզեր ասել, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, այսպես է ասում եւ էմոցիոնալ առումով այդպիսի հայտարարություն կուզենար արած լիներ։ Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես է Քոչարյան դարձել Հայաստանի Հանրապետության նախագահ, չլինելով վերջին 5 տարում Հայաստանի մշտական բնակիչ, լինելով դրանից առաջ Լեռնային Ղարաբաղում նախագահ եւ փաստաթղթավորելով այն հանգամանքը, որը ստերևույթին լինելով Լեռնային Ղարաբաղում նշանակում է լինել Հայաստանի Հանրապետությունում եւ սա փաստաթղթավորված եւ իրավական առումով ամենաուժեղ արգումենտն է Հայաստանի Հանրապետության դեմ, որը մինչ այսօր կիրառվում է եւ այդպիսի վնաս, որ նա է հասցրել ուրեմն ինքնորոշման իրավունքին իր նախագահ դառնալու այդ իղձը բավարարելու համար,
տենչանքին հասնելու համար ոչ մի հայտարարություն չէր կարող հասցնել, որովհետև հայտարարություն, իսկ այդ գործընթացը կազմակերպել այդքան թնթի ձևով դրանից ավելի մեծ խնդիր չէր կարելի ուղղակի երևակայել եւ հորինել Հայաստանի համար եւ ես չգիտեմ նա հայտարարել է թե ոչ իմ հիշելով այդ արխիվային տեսանյութերում կա այդպիսի բան երբ իր առաջադրման հետ կապված իրեն հարց են տալիս ինքը ասում է բայց չէ որ Ղարաբաղը Հայաստան է եւ նույնիսկ այդ չի հայտարարել այլ հիմքում դրել է այդ փաստարկը սա իրականում շատ խնդրահարույց գործընթաց է Հայաստանի համար բայց մեկ ուրիշ հայտարարություն ունի ես հիշում եմ որ ասում եմ Հայաստանը նույնացնել Ղարաբաղի հետ հակառակ ասում եմ կարմիր գիծ է որը չպետք է անել դե միգուցե արդեն բանակցային նրբություններին ծանոթանալուց հետո փոխել է դիրքորոշումը Եվ Տիկին Ղազարյան 2026 թվականի ընտրությունների համատեքստը հաշվի առնելով եւ այն իրավիճակը, որ ունենք հիմա այսօր, հայտնի անընդհատ միջադեպեր կանացում ընդդիմությունը խոսում է, որ 2026 թվականի կարող է չսպասենք օրինակ հանրապետականները խոսում են այդ մասին, որ 26 թվականի ընտրությունները կարող է տեղի ունենալ 21 թվականից չեն սպասում Դե հնարավոր է գործընթացները հասնեն այնտեղ, որ նախընտրական փուլը առաջ գա եւ ավելի շուտ տեղի ունենան ընտրությունները։ Ես այս պահին քիչ հավանական եմ համարում կամ գործնականում անհավանական, որովհետեւ դրա պատճառները քաղաքական չկան, այսինքն որպեսզի տեղի ունենա ընտրական process ոչ հերթական, պետք է լինի հողի վրա ինչ-որ քաղաքական ճգնաժամ այս պահին նման բան չի նշмарվում ապագայում իհարկե աշխարհական կանխատեսելի է չգիտենք ինչեր կարող են լինել նաև պայմանավորված տարբեր գործոններով բայց այդուհանդերձ այս պահին դրա նախադրյալը չկա եւ նույնիսկ եթե դա լինի դա պատկերացրեք քաղաքական պայմանավորվածության արդյունքում պիտի լինի ես խիստ անհավանական եմ համարում ընդդիմության հետ քաղաքական պայմանավորվածության գալը հետեւաբար դա որևէ հիմք չունի այս պնդումը հիմնազուրկ է այս գուշակումը մանավանդ որ ընտրությունների շատ քիչ է մնացել միգուցե 1 տարի հետո 2 տարի հետո դա ոնց որ տեղին լիներ այդպիսի կասկածներ ունենալը արագ փոփոխվող աշխարհում բայց հիմա հաշվի առնելով են որ փաստացի հիմա Հայաստան նախընտրական փուլում է եւ մի քանի ամիս է մնացել ընտրական գործընթացները ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում էլի նույնիսկ եթե հիմա արտահերթ պլանավորենք դա լինելու է հերթականի օրերին Եվ Տիկին Ղազարյան հիմա մայիսին արժևում է մի քանի օր հետո Ռուսաստանում տեղի ունենալու հայտնի միջոցառումներ, որին հրավիրված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես որոշում կա, որ վարչապետը մասնակցելու է, բայց հայտարարել ենք, որ գնալու ենք դեպի Եվրամիության ճանապարհով, թե ինչքան մոտ ընթողնի Եվրամիությունը մեզ, նաև Եվրամիությունից են արձագանքներ եղել դրականորեն, վերջերս էլ եղան այդպիսի արձագանքներ ԵԽԽՎ-ից եւ այլն, բայց մենք գնում ենք Ռուսաստան միջոցառման, երբ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը չի ավարտվել համաձայնության չեն եկել Եվրամիությունը սանկցիաները խստացնում է Ռուսաստանի նկատմամբ Նախ եւ առաջ ուզում եմ նշել որ ֆաշիզմի դեմ հաղթանակը համամարտկային ձեռքբերում է եւ դրա հետ կապված վերապահում ունենալը ինձ թվում է տեղին չէ ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Եվրամիության հետ հարաբերություններին դուք մեջբերեցիք մի նախադասություն որ արել է վարչապետը Եվրոպական պարլամենտում բայց նաեւ չմոռանանք որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն ինչի շրջանակում եւ տրամաբանության մեջ մենք պետք է հարաբերվենք ոչ միայն Ռուսաստանի Միացյալ Նահանգների, Չինաստանի, այսինքն գերտերությունների հետ, այլ նաև անմիջական հարևանների հետ։ Ես տրամաբանական չեմ համարում փորձը հաղթահարել թշնամությունը հարևան երկրների հետ եւ ստեղծել թշնամություն հարևանությամբ գտնվող գերտերության հետ Հայաստանի Հանրապետությունը պետք է փորձի հնարավորինս հանդարտ միջավայր ապահովել իր շուրջը արտաքին քաղաքական առումով որպեսզի կարողանա շեշտադրել եւ իր ներքին զարգացման, մարդկային կապիտալի զարգացման, տնտեսական զարգացման վրա եւ սա այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան Ես եմ շնորհակալ
CVKM-ի եթերում զրուցեցին քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։